Քանի որ ամերիկյան մեծաթիվ ռազմական օդանավեր են ժամանում Սոֆիա, Բուլղարիան մի քանի ժամով արգելելու է քաղաքացիական օդանավերի մուտքը մայրաքաղաքի օդակայան։ Իրանի հետ հնարավոր ռազմական գործողությունների համար Վաշինգտոնը ուժեր է կենտրոնացնում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև եվրոպական քաղաքներում։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ բացի ինքնաթիռներից, օդային վառելիքի լցանավեր կան, որոնք օգտագործվում են կործանիչները օդում վերալիցքավորելու համար։ Բեռնատար ինքնաթիռներ և Boeing 747 ինքնաթիռ է հասել Սոֆիայի օդակայան, այն հիմնականում զինվորական անձնակազմին տեղափոխելու համար է։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարձակման մասին, որը կարող է լինել նաև Իսրայելի հետ համատեղ։ Axios-ը հղումանելով իր աղբյուրներին գրում է, որ նահանգները դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նրա որդուն ֆիզիկապես վերացնելու հնարավորությունը։ Գիտեք, Իրանի ժողովուրդը շատ տարբեր է Իրանի ղեկավարներից, եւ սա շատ տխուր իրավիճակ է։ Նրանք 2 շաբաթ առաջ պատրաստվում էին կախաղան հանել 800 մարդու, կախել, ոմանց կռունկով։ Նրանց բարձրացնում են բարձր կռունկով եւ պտտեցնում հրապարակում։ Նրանք պատրաստվում էին կախել 837 մարդու։ Եվ ես նրանց զգուշացրի, որ եթե կախաղան հանեն թեկուզ 1 մարդու, նույնիսկ մեկին, անմիջապես հարված կհասցնենք։ Ես չէի պատրաստվում սպասել 2 շաբաթ եւ էլի բանակցել, եւ նրանք հրաժարվեցին կախաղաններից։ Նրանք 837 հոգու չկախեցին։ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի դեմ սահմանափակ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։ Լրագրողի այս հարցը անպատասխան է թողել ԱՄՆ նախագահը։ Մենք պատրաստ ենք դիվանագիտության, ինչպես նաև ինքնապաշտպանության, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Փորձագետների համար տարակուսելի է, որ ամերիկյան լրատվամիջոցները Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ ռաունդը համարել են ձախողված, այն դեպքում, երբ իրանական կողմը այն դրական է գնահատել։ Արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ որոշել են պատրաստել հնարավոր համաձայնագրի նախագիծ, որպեսզի կարողանան քննարկել այն հաջորդ հանդիպմանը։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։